Քրիստոս հարիավ իմերելոց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Սիրելիներ, չափազանց մտահոգիչ երևույթի ենք ականատես լինում մեր կյանքում, երբ մարդը կորցնում է իր երկյուղը, հավատքը եւ ակնածանքը Տիրոջ նկատմամբ, երբ կարծում է, որ այս կյանքում հասել է ինչ-որ բարձունքների եւ բացարձակապես չունի Տիրոջը շնորհակալություն հայտնելու, նրանով իր օրը սկսելու եւ ավարտելու կարիքը։ Եվ սրանով պայմանավորված մեծ գայթակղությունների մեջ է ընկնում, նույնիսկ սայթաքում է իր հավատքի ճանապարհին եւ աստիճանաբար կորցնում Աստված պաշտության հնարավորությունը։ Երբ մարդու մեջ գերիշխում է գոռոզամտությունը, նենգությունը, հպարտությունը եւ ամբարտավանությունը, մարդը դադարում է հոգեվոր էակ լինելուց։ Եվ պատահական չէ, որ Պետրոս առաքյալը իր ընդհանրական նամակներում բազմիցս անդրադարձել է զգուշացնելով այս մասին մեզ, որ մարդկային պատմության ողջ ընթացքում, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, մշտապես պիտի լինեն մարդիկ, որ պետք է խոչընդոտեն մեզ Աստծո հետ մշտապես հաղորդակցության մեջ լինելու։ Ընթերցենք այսօրվա հատվածը։ Տերը գիտե աստվածպաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար, մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծո իշխանությունն արհամարողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառքերին հայհոյելուց, այն դեպքում, երբ հրեշտակները, որոնք զորությամբ եւ կարողությամբ ավելի մեծ են իրենցից, նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում Տիրոջ առջև։ Սիրելիներ, առաքյալը շատ հուսադրող միտք է այստեղ արտահայտում, որը մեզ քրիստոնյաներից ներշնչում է հատկապես փորձությունների ժամանակ սա մտաբերել եւ քաջալերվել։ Տերը աստվածպաշտներին մշտապես փրկում է փորձություններից։ Ուրեմն աստվածավախ քրիստոնյան, երբ հանդիպում է դժվարությունների, նեղությունների, նա մշտապես չի հարմարվում այդ իրավիճակի հետ, այդ ընկած վիճակի հետ, այլ մշտապես ելքեր է փնտրում ապավինելով Աստծուն, որպեսզի դուրս գա այդ իրավիճակից։ Ի հակադրություն այս ամենի, մարմնավոր մարդը, որը իր կյանքում չի գտել Քրիստոսին, սկսում է շարունակ տարուբերվել, հուսալքվել, բողոքել, բայց շատ արագ սկսում է հարմարվել եւ ի վերջո ապրել հենց այդ մեղքերի հետ համատեղ։ Հետևաբար, սիրելիներ, այսօրվա ընթերցումը մեզ քրիստոնյաներիս քաջալերում է, որպեսզի մենք կարողանանք մշտապես ջերմեռանդ կերպով Աստված պաշտության մեջ լինել եւ մնալ եւ անսակարկ կերպով ակնածանք տածել մեր սրբությունների հանդեպ, չէ՞ որ Տերը Աստված պաշտներին մշտապես փրկում է փորձություններից։ Աստված պահապան ամենքիս։